Այսօր պետական պահպանության ծառայության աշխատակիցներն ազգային ժողովում պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստից դուրս հրավիրեցին Արմլուր կայքի խմբագրին և լրագրողին։ Նրանք թեև զրկված էին հավատարմագրումից, ազգային ժողով էին մուտք գործել պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայտով և մասնակցում էին հանձնաժողովի նիստին։ Միջադեպը լայն արձագանք ստացավ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց տեղի ունեցածը։ Սևով սպիտակի վրա գրված է, թե ով կարող է ներկա գտնվել հանձնաժողովի նիստին, հայերեն լեզվով գրած է եւ քաղաքացիները, լրագրողները, որոնք որ հավատարմագրված չեն ստացել զրկվել, չեն կարող այնտեղ գտնվել։ Ազգային ժողովի նախագահը մտահոգություն հայտնեց լրատվական դաշտում տիրող իրավիճակի վերաբերյալ, հարց բարձրացնելով լրագրողների նպատակը տեղեկատվություն հաղորդելն է, թե սեփական անձի շուրջ սկանդալ ստեղծելը, սադրիչ հարցեր ձևակերպելու միջոցով։ Միաժամանակ նա հերքեց այն պնդումները, թե լրագրողների հեռացումը դարձել է ընդունված պրակտիկա, ընդգծելով, որ հարցը կարգավորվում է օրենքի շրջանակում։ Հարցին, թե ինչու լրագրողները քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանին հարց ուղղելու համար զրկվել են հավատարմագրումից, Սիմոնյանը պատասխանեց, որ թեմային բազմիցս անդրադարձել է եւ հիշեցրեց, լրագրողները կարող են իրենց իրավունքները պաշտպանել դատական ճանապարհով։ Իրանց զգուշացվել է, որ իրանք դուրս գան։ Որևիցե դեպք չի լինում, երբ որ առանց նախազգուշացնելու մարդուն դուրս են հանում։ Եթե դուք Եվրոպարլամենտում, որևիցե այլ երկրում, հələ գնացեք, սա ռեժիմային շենք է, գնացեք, փորձեք ներխուժել որևիցե կարգից դուրս, տեսեք ինչ տեղի ունենա։ Ազգային ժողովի նախագահն անդրադարձավ նաև արտաքին քաղաքական թեմաներին, մասնավորապես նա շնորհակալություն հայտնեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանին խաղաղության եւ տարածաշրջանային գործակցության վերաբերյալ հայտարարությունների համար։ Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու եւ որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այժմ առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում։ Ֆիդանը նաև ընդգծել էր, որ Անկարան աջակցում է Փաշինյանի կառուցողական մոտեցմանը։ Սիմոնյանը նշեց, որ Հայաստանը ողջունում է այն բոլոր գործընկերներին, որոնք աջակցում են Հայաստանի Հանրապետության հանրության մեծամասնությանը խաղաղության գնալու, առևտրի զարգացման եւ թրիփ նախաձեռնության շրջանակում տարածաշրջանային գործակցության խորացման դիրքորոշմանը։ Իրանի հետ հարաբերությունների համատեքստում ազգային ժողովի նախագահը կտրականապես բացառեց որևէ հակաիրանական քայլ։ Նրա խոսքով Հայաստանը երբեք որևէ գործընթացի մաս չի եղել եւ չի լինելու, որը կարող է ուղղված լինել բարեկամ Իրանի ժողովրդի կամ պետության դեմ։ Թրիփը նաև մեծ հնարավորություններ է տնտեսական ստեղծելու տարածաշրջանի բոլոր երկրների համար, այդ թվում նաև Իրանի համար, եւ ինչ վերաբերում է մտահոգություններին, կարծում եմ, այս լարվածությունը, որը որ հիմա իրենց երկրում կա, ինչ որ ձևով երբ որ կհանգուցալուծվի, իրանք ավելի հստակ կտեսնեն, որ որևիցե նման բան գոյություն չունի։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք վտանգ կա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է Հայաստանի տարածքն օգտագործել Իրանի դեմ գործողությունների համար, Սիմոնյանը բացառեց նման սցենարը, նշելով, որ Հայաստանը մշտապես կապի մեջ է իրանական կողմի հետ։ Ազգային ժողովի նախագահը խոսեց նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի մասին, վստահություն հայտնելով, որ բոլոր գերիները կվերադառնան եւ որ դա ժամանակի հարց է։ Նա հիշեցրեց, որ իշխանությունը մշտապես աշխատում է այդ ուղղությամբ, իսկ օրեր առաջ 4 գերիների վերադարձը այդ շարունակական գործընթացի արդյունք է։ Սիմոնյանի խոսքով գործընթացն ավարտված կհամարվի միայն այն ժամանակ, երբ որևէ հայ Ադրբեջանի բանտերում չի լինի։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։